Ողջույն բարեկամներ, ձեզ հետ մայքուլիների վերժնս խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք կանաչ և կիսակարմիր լոլիկի չորաթթու, այսինքն առանց ջրի։ Դուք բաժանորդագրվեք մեր ալիքին և հավանեք մեր էջը, իսկ ես սկսեմ ներկայացնել։ Ինչպես վերնագրից հասկացաք արդեն, թթուն լինելու առանց ջրի և առանց համեմունքների, միայն բանջարեղեն և աղ։ Բաղադրիչներն են 1 կիլոգրամի համար կանաչ լոլիկ 1 կիլոգրամ, գլուխ սոխ 2 հատ, սխտոր 1, կծու բիբար 1, գազար 2 հատ, նեխուր 1 փունջ, չեղած դեպքում աղադանոց, բայց նախընտրելի է նեխուր, դափնուտերև 2 հատ և խոշոր աղ չյոդացված, որովհետև յոդացվածի դեպքում ծոր է տալու։ Հիմա պատրաստման եղանակը։ Ինչպես ենք պատրաստում, ըստ ձեր ցանկության կարող եք կտրատել, կամ ամբողջությամբ դնել, կամ կիսել, կամ 4 մասի բաժանել, կամ շերտատել։ Ես ներկայացնում եմ շերտացված տարբերակը։ Լոլիկները կիսում ենք և շերտատում, սոխը շերտատում ենք, սխտորը կտրատում ենք, գազարը կարելի է անցկացնել կորեական քերիչով կամ ինչպես կցանկանաք, կծու բիբարը օղակաձև կտրատում ենք, նեխուրը նույնպես կտրատում ենք և ցողունը և տերևները։ Հիմա ինչպես ենք տեղադրում տարայի մեջ։ Տարայի հատակին դնում ենք դափնու տերև, հերթականությամբ, կարող եք նույն այս հերթականությամբ կամ ձեր նախընտրած հերթականությամբ։ Տարայի հատակին դնում եք դափնու տերև, սոխ, սխտոր, գազար, կծու պղպեղ, լոլիկ, նեխուր և սեղմում եք ձեռքով, այնուհետև թեթևակի աղ եք անում, թեթևակի, շատ չեք անում, որպեսզի բոլոր շերտերի նույն քանակությամբ աղ անեք։ Նորից կրկնում եք գործողությունը նույն հերթականությամբ, մինչև բաղադրիչները վերջանում են։ Ինչպես նշեցի, ջուր չենք լցնում, լոլիկները աղի ազդեցության տակ հյութազատվում են իրենք իրենց և այս արտազատված հյութի միջոցով էլ մանյացվում են լոլիկները։ Պատրաստ է լինում 3 օրից, եթե տաք տեղ եք դնում, սառը տեղ դնելուց հետո ուրեմն 2-3 օր ավել, ասենք 5-6 օրում, սակայն որպես աղցան կարող եք հաջորդ օրն էլ ուտել։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։